21 թվականին նույնպես ժողովուրդ ընտրեց իրեն, այդ ժամանակ ով էր խփել ժողովրդին։ Նույն բանը մենք էլ ենք ասում, որ մեզ համար շատ մեծ լուրջ խնդիր է, որ ժողովուրդը 21 թվականին այդ իրավիճակում չպիտի ընտրեր, բայց ընտրեց։ Դրա համար ոչ մեկը չի ասում, որ 21 թվականին Նիկոլը չի ընտրվել։ Դուք լսել եք, ընտրվել է։ Ցավոք սրտի ընտրվել է։ Բայց հիմա ինչ ասեմ, ժողովուրդն ընտրությունը ընտրել է։ Բայց հիմա այս պահին Նիկոլը շատ լավ հասկանում է, որ նման ջերընտրություն այլևս չի լինելու։ Եվ դրա համար ինքը հարձակվելու առաքելական եկեղեցու վրա, դրա համար ինքը հարձակվելու դաշնակցության վրա, դրա համար ինքը հարձակվելու ազգային ցանկացած ուժի վրա, ով կարող է որևէ կերպ խափանել իր վերընտրությունը։ Հիմա մտավախություն չունեք, որ ընտրություններ լինի, հնարավոր է կրկին Փաշինյանը վերընտրվի։ Անկեղծ ասած ոչ։ Կարծում եք հիմա Անկեղծ ասած արդեն չունեմ այդ մտավախությունը։ Ինչու՞։ Որովհետև յուրաքանչյուր ոլորտում, յուրաքանչյուր խավի նա իր ձևով, իր չափով խափել է եւ հանրությունը այսօր միգուցե, հա, անուն չի դնում, որ ինքը վարչապետի հրաժարական է պահանջում, բայց ամեն օր, ամեն ժամ կառավարության գործունեության դեմ որևէ տեղ ցույց կա, հակընդդեմ ինչ որ միտինգ կա, պահանջ կա, հենց դա էլ նշանակում է, որ հանրությունը այսօր կառավարությունից դժգոհ է։